Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերումն է Անտապանն եմ։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքական վերլուծաբան պարոն Հովսեփ Խուշուձյանի հետ։ Ողջունում եմ պարոն Խուշուձյան։ Շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ 9 ամիս անց Չինաստանի նոր դեսպանն է ժամանել Հայաստան։ Մինչ այդ մոտավորապես 1 շաբաթ առաջ, մի քանի օր առաջ մենք ունեցանք Հայաստանում Չինաստանի ժամանակավոր հավատարմատարի ձևակերպումները, նա բացառիկ հարցազրույց էր տվել թուրքական թերթերից մեկում եւ ձևակերպումները հետեւյալն էին։ Նա ասել էր, որ Մինչեն ժամանակավոր հավատարմատարի անունն է Մինչեն։ Նա ասել էր, որ Պեկինը ծրագրում է ավելի ակտիվորեն ինտեգրել Հայաստանը, որը մեկ գոտի մեկ ճանապարհ նախաձեռնության մեջ ներկայացվում է որպես խաղաղության խաչմերուկ։ Ըստ նրա Չինաստանը շուտով համաձայնագիր կստորագրի Երևանի հետ տրանսպորտի ոլորտում եւ նա նշեց նաեւ, որ այս նախագծերը կփոխեն Հարավային Կովկասի տնտեսական քարտեզը։ Նույն օրը, երբ համացանցում հայտնվեց այս հարցազրույցը, Մինչենի նույն օրը Ադրբեջանի նախագահն էր գտնվում Չինաստանում եւ այնտեղ նրանք ստորագրեցին ռազմավարական համագործակցության մասին փաստաթղթեր եւ հարցս հետեւյալն է. արդյոք սա նշանակում է, որ Չինաստանը ավելի մեծ ուշադրություն է սկսել դարձնել Հարավային Կովկասին, մասնավորապես իր հարաբերություններն է փորձում կարգավորել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ Ես կասեի զարգացնել, որովհետեւ չկարգավորված չեն այդ հարաբերությունները։ Դիվանագիտական հարաբերություններ կան, բավականին լայն ներգրավում կա նաև Չինաստանի տարբեր ծրագրերում, նույնիսկ կրթական ծրագրերում Հայաստանում, չգիտեմ, գիտեք թե չէ, մեծ չինական դպրոց կառուցված։ Տեսեք, միջազգային ասպարեզում գնում է առևտրային պատերազմ։ Մենք ականատես ենք խոշորագույն առևտրային պատերազմի երբևէ աշխարհի վրա տեղի ունեցած։ Այդ պատերազմը հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահն ու փաստացի Միացյալ Նահանգները ըստ էության ամբողջ աշխարհին, բայց հատկապես Չինաստանին։ Քննարկենք իհարկե հիմա թե ինչ հետևանքների է դա բերելու Միացյալ Նահանգների համար, որտեղ նույնիսկ Միացյալ Նահանգների պես զոր երկիրը չի կարող ամբողջ աշխարհին դիմակայել տնտեսական առումով, մանավանդ իր համախառն ներքին արդյունքը, իր տնտեսական, այդ կշիռը ըստ էության 1/4-ն է ընդամենը աշխարհի տնտեսական կշռից։ Ինքը գոնե պետք է դաշնակիցներ ունենար այդտեղ։ Եթե Եվրոպայի հետ միավորվեր դա աներ, կամ հակառակը Չինաստանի հետ միավորվեր Եվրոպայի դեմ առևտրային պատերազմ աներ, դա ինչ որ խելքի մոտ կարելի էր համարել, որ ինչ որ հաջողության հույս կարող ունենա։ Բայց 25%-ը չի կարող 75%-ի դեմ պատերազմել, ինչպես որ 2%-ը Ռուսաստանը չի կարող 98%-ի դեմ պատերազմել, կամ թեկուզ 50%-ի դեմ լա։ Չնայած այնտեղ առևտրային պատերազմ չի, բայց էլի ամեն պատերազմ էլ իր առևտրային բաղադրիչը ունենում է, մենք տեսնում ենք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան վերաճեց իր հանդեպ սանկցիաների Եվրոմիության կողմից, Միացյալ Նահանգների կողմից եւ միջնորդավորված նույնիսկ Չինաստանի կողմից։ Շատ բաներ կա, Չինաստանն էլ չի վաճառում Ռուսաստանին, որպեսզի Ամերիկայի հետ չփչացնի հարաբերությունները, համենայնդեպ մինչեւ այս պահը, երբ որ Միացյալ Նահանգները հայտարարեցին պատերազմ Չինաստանին առևտրային։ Եվ եթե մնացած երկրների մասով մասամբ հետ քաշվեց Տրամպը, հետաձգելով տարիֆների գործողությունը 3 ամսով, 9 օրով, Չինաստանի դեպքում դա չարեց, պատճառաբանելով, որ Չինաստանը բավարար հարգալից պատասխան չցուցաբերեց իր դեմարշին, բայց իհարկե այստեղ կան շատ ավելի հեռահար ռազմավարական շահեր, որի սպասարկումը Տրամպը մի քիչ կարծում եմ ճիշտ չի իրականացնում։ Բայց ամեն դեպքում այս ֆոնի վրա, երբ որ կա առևտրային պատերազմ, առևտրուղիները շատ կարևոր են դառնում, առավել կարևոր, քան նույնիսկ նախկինում, որովհետև իրար օթերը փակելու միջոցը միայն մաքսերը չեն, միայն տարիֆները չեն, այլ նաև այդ առևտրուղիները սահմանափակելը։ Տեսեք ոնց է հարվածում Միացյալ Նահանգները չինական առևտրային գործիքակազմին։ Ինքը
սահմանափակումները մտցնելու նոյեմբերից արդեն կմտնեն այդ սահմանափակումները չինական արտադրության նավերի մուտքը Միացյալ Նահանգների նավահանգիստներ ոչ թե սահմանափակելու, այլ հարկելու։ Հավելյալ հարկ, ընդ որում բավականին խոշոր միլիոնավոր դոլարների իմաստն է խոսքը, ամեն մի նավի մուտքը նու բարձ այնտեղ կարող է 100 միլիոնների ապրանք տեղափոխի այդ նավը, հա, բայց մի մուտքը մի քանի միլիոն դոլարի, ուրեմն Թուրքիա առաջացնելու։ Ընդ որում մինչև 5 անգամ տարեկան կարող է նույն նավը Թուրքիա ընդհարկվել, ասենք Թուրքը գանձվի այդ նավից։ Նու դա անում է այսպես իր նավատորմի արտադրությունը, ապշտ նավերի արդյունաբերությունը, նավ արտադրությունը վերականգնելու համար Միացյալ Նահանգները ուներ բավականին զարգացած նավ արտադրող ձեռնարկություններ, ոչ միայն նավ արտադրող, ընդհանրապես մեքենաշինությունը, երկաթագործությունը Միացյալ Նահանգներում բավականին զարգացած էր, հատկապես այս հյուսիսային կենտրոնական այդ Չիկագո եւ այլն Դեթրոյթ, հա, այդ կողմերում հիմա կոչվում է ժանգոտած գոտի, այսինքն այնտեղ գործարանների մի ամբողջություն է, հարյուրներով գործարաններ են, որոնք որ ներգրաված են եղել նավերի արտադրության մեջ, մեքենաների արտադրության մեջ, տեխնիկայի, հա, որը հիմա չեն գործում, դրա համար ասում են ժանգոտած են անվանում, որտեղ չեն գործում, որտեղ այդ ամբողջ արտադրությունները տեղափոխվել են Չինաստան հիմնականում, բայց նաև այլ երկրներ, որտեղ այնտեղ ավելի էժան է։ Հիմա արհեստականորեն այսպիսի տարիֆների միջոցով Տրամպը փորձում է վերականգնել դա, բայց չի մտածում, որ ախր այդ պատճառը եղել, որ տեղափոխվել են, հա, ձեռնարկատերերը ոչ թե ուրեմն գլոբալիստ ջհուդ մասոններ էին, որոնք ուզում էին Ամերիկան քանդեին, ոնց որ կասեն մեր տարբեր դավադրապաշտներ, հա, այլ ուղղակի 10 անգամ ավելի էժան է արտադրել դա Չինաստանում, քան թողնել Միացյալ Նահանգներում։ Եվ այդ ձեռնարկատերերը, այդ մարդիկ, բիզնեսմենները, որոնք որ շատ ավելի մեծ շահույթ են սկսել ստանալ նրա պատճառով, որ Չինաստան են տեղափոխել։ Վերջիվերջով այդ շահույթը նպաստել է Միացյալ Նահանգների զարգացմանը, որտեղ այդ շահույթը ներդրել են բարձր տեխնոլոգիական արտադրությունների մեջ, ինտերնետի, սպասարկման ոլորտի զարգացման մեջ Միացյալ Նահանգները դարձել են ավելի բարեկեցիկ, որի արդյունքում բոլոր պայծառ ուղեղներ աշխարհի, հա, տեխնոլոգիապես զարգացած մարդիկ, ասենք, որոնք հմտություններ, ունակություններ ունեն, ձգտում են գնալ Միացյալ Նահանգներ տեղափոխվել։ Նու բոլորը չէ իհարկե, ովքեր որ ասես այդքան հայրենիքին կապվածության այդ զգացումը այդքան էլ չունեն։ Փառք ու պատիվ նրանց, ովքեր ունեն եւ մնում են իրենց հայրենիքն են զարգացնում, բայց ամենայն դեպս այդ տենդենսը կա եւ Միացյալ Նահանգները առանց հավելյալ գումար ծախսելու այդ մարդկանց կրթության վրա, իսկ դա տասնյակ հազարավոր դոլարներ է, մանավանդ եթե խոսքը գնում է Եվրոպայից Միացյալ Նահանգներ արտագաղթած կամ նույն սովետական միության փլուզումից հետո գիտնականների կեսը Եվրոպա եւ Միացյալ Նահանգներ հատկապես գնացին եւ այնտեղ զարգացնում են գիտություն եւ այլն։ Այսինքն, երբ որ դու դարձնում ես քո պետությունը գրավիչ, հարուստ, բարեկեցիկ, դու նախ առավելություն ես ստանում նաեւ այդ տեսակետից, կադրերի ներգրավման ամբողջ աշխարհից, բայց մյուս կողմից նաեւ իհարկե էֆեկտիվ է դառնում քո տնտեսությունը։ Հիմա դու գնում ես հետ նահանջ, եթե դու փորձում ես վերականգնել կարի արտադրությունը քո երկրում, երբ որ քո մարդիկ, աշխատողները պատրաստ չեն գնան կար ու գործ անեն $1, ոնց որ Չինաստանում են անում, հա, ժամը $1, օրինակ 1-2 դոլարով, այլ պետքա գան ասեն 20, 30, 40 դոլար, դու չես կարող վերականգնել, ինչքան ուզում ես տարիֆներ կիրառի, ինչքան ուզում ես փակի, այդ լրիվ պետք է փակես, բլոկադա անես, ընդհանրապես առևտուր չանես աշխարհի հետ, ոչ միայն Չինաստանի, որտեղ հիմա Չինաստանը փակում ես, չինական ապրանքները վիետնամական անվան տակ են գալիս, Վիետնամ բարձրացնում ես ուրիշ Կորեայում իդեպ բռնացրել են, ոնց են չինական ապրանքները պիտակավորում փոխում կորեական տակ, ոնց որ Բելարուսն էր անում Ռուսաստանում, այդքան էլ հեշտ չի ժամանակակից գլոբալ աշխարհում այդ ամեն ինչը վերահսկել, հա։ Բայց նույնիսկ եթե ամբողջը փակես, որ քո սպառումը միայն քո տեղական արտադրության հիման վրա լինի, այդ նշանակում է քո էֆեկտիվությունը քո երկրի ուղղակի տապալում ես, որտեղ աշխատանքի միջազգային բաժանումը հենց իմաստը նրանում է, որ ամեն մարդ, ամեն երկիր արտադրում է այն ինչ որ իր մոտ ավելի լավ է ստացվում, ավելի էժան է ստացվում, ավելի որակով է ստացվում, նույն ինչ որ մարդը մարդկանց միջև ինչի ամեն մարդ իր ամեն ինչ որ իրան պետք է ինքը չի արտադրում։ Պատկերացնում եք մարդ ինքը իր շորերը կարեր, հետո ինքը իր ուտելիքը ասենք գնար ցաներ հնձեր, ասենք բնամթերքային այդ արտադրության վիճակը կվերադառնանք նախնադար, հա, որտեղ էֆեկտիվությունը կտրուկ կնվազեր։ Մի խոսքով, նո Տրամպը մի քիչ ուրիշ ձև է պատկերացնում ու ճիշտ ասած ես այստեղ չգիտեմ, հիմա մի քիչ լայն թեմա է, երկու բառով ուղղակի ասեմ, կարող է հետաքրքիր լինի մեր հեռուստադիտողներին,
Էմսին տպավորություն ունեմ իմ մոտ, քանի որ նաև տեղյակ լինելով Միացյալ Նահանգներում ինստիտուտները, որ այդքան թեր զարգացած չեն, էլի, որ այս կարգի բաց թողում թույլ տային Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ, նախորդ անգամ ես ասացի, չէ, որ նույնիսկ Տրամպը այդ տարիֆները հատուկ հանձնաժողովի միջոցով չափեձևել են գոնե այն ցածր տարիֆները համեմատաբար, բայց հետո էմոցիաների տակ բռնեց Չինաստանը կրկնապատկեց, հետո երապատկեց, հա, այսինքն Հիմա հետև հա, որտեղ տեսնում են ինչ աղետալի հետևանքների է բերում դա։ Չինաստանի համար էլ է շատ ծանր, բայց Չինաստանը դրան պատրաստվել էր։ Դեռ անցած իր պաշտոնավարման ընթացքում չինացիները հասկացել են, որ մեծ վտանգ կա, որ սա կարող է շարունակվել։ Իդեպ Տրամպից հետո Բայդենը տարիֆների քաղաքականություն շարունակել է, ինքն էլ է դրել, ծանրացրել է, բայց ամեն ինչ անում են շատ չափած ձևած զգուշ։ Բայց երբ որ այս մեկը եկավ, այս երկրորդ պաշտոնավարման ընթացքում sense հռկոպալի միանգամից էսի բան արեց, իմ մոտ այնպեսի տպավորություն է, որ քանի որ ինքը նաև հայտարարում էր նախընտրական շրջանում ու այնտեղ establishment-ը, այդ թվում խորհրդային պետությունը Միացյալ Նահանգների, գիտեր Տրամպը ինչ է, ինչ կենթանի է, հա, ասած քաղաքական իմաստով կենթանի է, այսինքն ինչ է գալու անի եւ դա հետևանքները բարդ չէր հաշվարկելու։ Ու իմ մոտ տպավորությունը միգուցե հատուկ թողել են եւ հատուկ միգուցե նույնիսկ աջակցել են, որտեվ անսպասելիորեն բազմաթիվ միլիարդատերներ հանկարծ սկսեցին աջակցել Տրամպին։ Ընդ որում ինքը տեսանելի է, որ եւ իր ռետորաբանության մեջ էլ այնպես չէր, որ ինքը իր բոլոր քայլերով ինչ որ միլիարդատերներին լավ ինչ որ բաներ էր անելու, հա, իրենք հասկանում էին այդ վտանգները, բայց ինչի համաձայնվեցին։ Մի քանի տարբերակ կա այստեղ։ Ну առաջին տարբերակը, որը ամենակիչ հավանականն եմ համարում, որ սխալ են հաշվարկել, որ այսինքն կթողեն Տրամպին, Տրամպը ինչ որ սխալ քայլեր կանի, դրանով կպատժեն պահպանողական հատվածին, հակագլոբալիստներին, այսպես ասենք, որտեղ այդ հակագլոբալիզմը բաներ հավաքում, թափեր հավաքում, հակամարտկային ինչ որ բաները, նարատիվները, հա, մարդատիաց էքստրեմիստական, ծայրահեղական, պահպանողական, կղերական, հա, այդ բոլոր ասենց որը որ իզոլացիոնիզմի պետքա տաներ էլի Միացյալ Նահանգները, այսի որպեսի թույլ չտան դրա բնականոն զարգացումը եւ հետո արդեն ինստիտուցիոնալ առումով այդ ուրեմն մոտեցումների իշխանության գալը, այսպես բերեցին Տրամպի պես մեկին, որը որ առանց հաշվարկների, առանց ինստիտուտների հակառակ են ինստիտուտները քանդում են, ինքը ոչ թե փոխարինող ինստիտուտներ է կառուցում, այլ ընդհանրապես քանդում են ինստիտուտները համարելով իր թշնամի։ Ու այդ ամեն ինչը բերեր աղետի եւ գլոբալիստները, որոնք որ նաև ասենք միջազգային առևտրի, ազատ առևտրի կողմնակիցներն են, հա, նաև միջազգային պատասխանատվության, որը որ վերաբերում է օրինակ էկոլոգիական հարցերին, հա, որոնք դեմ է, ասում են ոչ մի էկոլոգիական խնդիր չկա աշխարհում։ Գլոբալիստները ասում են մի րոպե, եթե ամեն մեկս վերմակը մեր վրա քաշենք, ըստ երկրների, ըստ ազգային պետությունների, ով ինչքան ուզենա օդը աղտոտի, երկրագունդը աղետի առջև կկանգնի, որտեղ արդեն գլոբալ ջերմացում է լինում եւ այլն, հա։ Նույնիսկ Չինաստանը այսօր առաջամարտիկ է կանաչ տնտեսության զարգացման գործում, էլեկտրոմոբիլները եւ այլն, սա իր մոտ է զարգանում, հա։ Չնայած օրինակ ածխի բանը դեռ պահում են դրանք օգտագործում էներգետիկայի մեջ եւ այլն, բայց կամաց-կամաց այդ ամենը կփոխարինվեր, որտեղ նաեւ բաները, այդ պանելները էլեկտրական, հա, արևային էներգետիկա, իրենք են շատ թափով արտադրում, գնալով էժանանում են, ընդ որում այդ դրանով իրենց ներդրումը բերում են փոխարինելով նաեւ այդ էներգիայի այլ աղբյուրները, հա, այդ թվում բենզինը, գազը, որ իրենք չունեն, նավթը։ Հիմա մի տարբերակը դա է, որ ոնց որ բերեցին այսպես պայթեցնելու համար մի հատ, որ խրատ լինի, հա, երեխային ոնց են մի բան սովորացնում, հա, որ ասում են կրակին մի ձերտուր, բայց վերջը տեսնում են, չէ, անդադ փորձում է ձեր տալ, ասում են լավ, թող մի անգամ ձեր տա, ձերքը վառվի, էլ ձեր չի տա։ Այդպես է լինում, երեխան մի անգամ ձերքը վառում է, էլ ձեր չի տալիս։ Նայում են իհարկե, որ ամբողջը չայրվի, ինքն էլ ինչ որ լուրջ վնաս ստանա, բայց հիմա այս տպավորություն է, որ այդ հակագլոբալիստներին, պահպանողականներին որոշեցին sense պատժել, որովհետև հիմա առաջի տուժողները ովքեր են, ֆերմերային տնտեսությունները, որոնք որ պահպանողականության հիմքն են Միացյալ Նահանգներում, հա, այն նահանգները հատկապես, որ նաև գյուղատնտեսական արտադրությամբ են զբաղվում, նաև արտահանումներով են զբաղվում, ոչ միայն գյուղատնտեսական, նաև այլ, այսինքն նաև մեքենաշինության եւ այլ տարբեր բաներով։ Եվ հակառակը, ասենք խոշոր քաղաքները եւ Նյու Յորքը, Լոս Անջելեսը այդ կոնգլոմերատները, որոնք որ ժողովրդավարության, մարդու իրավունքների, գլոբալիզմի առաջամարտիկներն են, իրենք ամենակիչն են դժելու այս ամեն ինչի արդյունքում, հա։
Եվ եւ պատահական չի դեպ հետարքիր է, այս կոնտեքստի մեջ նաեւ տեղավորվում է եվրոպացիների դիրքորոշումը Միացյալ Նահանգների դեմ պատասխան սանկցիաների պահով, սանկցիա ասենք, տարիֆ ասենք, հա, ասում պատերազմը, որ ասում են Նավայնյա как Նավայնյա, հա, պատերազմը ինչպես պատերազմում, ֆրանսերեն ալա, ալագեր կոմ ալագեր, չէ։ Հա, այդ ֆիլմից ենք բոլորս հիշում, ես ֆրանսերեն ցավոք սրտի տենց էլ չսովորեցի։ Մի խոսքով, այսինքն եվրոպացիները ինչ են ուզում ասեն, ինչ են ուզում անեն։ Ուզում են տարիֆներ կիրառեն հատկապես այն նահանգներում արկա արտադրությունների հանդեպ, դեպի Եվրոպա արտահանելու, որը որ հենց աջակցել են Տրամպին եւ հանրապետականը։ Այսինքն դա ինչի են բերելու, որ ըստ էության Տրամպի ոտի տակից հանեն իր պաշտպաններին եւ ոչ միայն Տրամպի, այլ ընդհանրապես այս գաղափարախոսության, հա, պահպանողական, ծայրահեղ ռադիկալ, ուրեմն իզոլացիոնիզմի, ամերիկան ներփակելու, նաև մեծամտության, այդ ամերիկյան սնափառության, America the Great Again, չէ, America the First, Make America Great Again, այդ ամեն ինչը նաև սնափառության բաներ են, չէ, այսինքն ինչ նշանակում America the First, ասենք այդ առաջի անգամ երբ որ նախորդ բանին Տրամպը դա ասեց, հոլանդացիները հումոր էին անում, ես շատ տպավորվել էր վրես, ասում են, պարոն Տրամպ, իսկ կարելի է հոլանդիաներեն լինի the second-ը, ասենք դուք առաջին եղեք, մենք էլ երկրորդը, ասենք էս ինչ է, էլի, ասենք կամ դնես լրիվ պետությունների ղեկավարներին անպատվես, ասես գալու եք հերթ կանգնեք եւ այլն ուրիշ վատ բաներ, հա, այսինքն այդ ինչ ասելու բան է, էլի, ոնց որ գիտեք, այնպես տպավորություն է, որ այդ կիսաքրեական, տենց մաչոյական, ես դաժե կասեի, նույնիսկ կասեի պացանական այդ մտածողություն ունեցող մարդկանց ոնց որ հատուկ հավաքել են, իսկ Տրամպի շրջապատը նույնն է։ Վենսը, ասենք, կամ միջնես Ռուբիոնը դրա համար անթաս սուս ու փուս ինչ հանդիպում անում վախից սեղմում այդ բանին, բազկաթորին չի ձենը դուրս չի գալիս։ Բայց Չինաստանի բոլոր դեպքերում դիտարկենք Չինաստանը ինչու է փորձում այս ճանապարհը դիտարկել, այս լոգիստիկ ուղիները գործարկել։ Հա, գնացինք, ֆռացինք, վերադառնանք մեր լոգիստիկ ուղիներին։ Այդ պատերազմում բոլորը ուզում են այս ճանապարհները վերահսկեն։ Սա առանցքային ուղի է Չինաստանը Եվրոպայի հետ կապող։ Եվ հատկապես հաշվի առնելով, որ հիմա չինա-եվրոպական առևտրային կապերը էլ ավելի են ընդլայնվելու եւ եվրոպացիները արդեն ասում են չինացիները եւ ոչ միայն չինացիները, նաեւ բոլոր այն երկրները, ում հանդեպ տարիֆներ է կիրառում Տրամպը, հիմա խնդրում են եվրոպացիներին, որտեղ միակ երկրորդ ամենավճարողունակ շուկան աշխարհի Միացյալ Նահանգներից հետո Եվրոպան է։ Եվրոպան եւ այդ թվում Եվրոմիությունը, որպես Եվրոպայի ավելի այսպես փոքր հատված, համատաբար փոքր, որտեղ Եվրոմիության մեջ ընդամենը մի քանի երկիր չեն մտնում եվրոպական, դրանցից խոշորը միայն Մեծ Բրիտանիան է, ըստ էության, հա։ Եվ ինչ են անում եվրոպացիները, արդեն սկսում են բանակցել եւ ակնհայտ է, որ այսպես թե այնպես այդ առևտրաշրջանառությունը ավելանալու է իրար մեջ։ Այսինքն նաեւ եվրոպացիները կարիք ունեն, չէ, շատ բաների, շատ շուկաների, որը որ Միացյալ Նահանգները փակում են իրենց առջեւ եւ այդտեղ կարող են Չինաստանին գտնել։ Եվ այն ինչ որ եվրոպացիները փորձում են կենտրոնացնել Հնդկաստանի վրա, ու ելի այստեղ Հայաստանի դերը մեծ է լինելու, որպես հյուսիս-հարավի ճանապարհին ընկած երկիր, եւ պատահական չի այդ խոսակցությունները, հա, Իրանից, Իրանի հայտնի նավահանգստներից, ուրեմն բերել այդ բեռները Հայաստան, Վրաստանով, Սևծով եւ ուրեմն Եվրոպա դրան զուգահեռ իհարկե հիմա էլի կենտրոնանում է, աշխուժանում է Չինաստանից դեպի Եվրոպա միջին միջանցք կամ այդ միջին միջանցքը դա արևմտյան անվանումն է, եվրոպական անվանումն է, կամ մեկ ուղի, մեկ ուրեմն գոտի, հա, այդ չինական պրոյեկտը, որը այդ նույնն է, ուղղակի իրենց վերահսկողությամբ, իրենց ներդրումներով, իրենց ենթակառույցներով։ Դրա համար եվրոպացիները գալիս են Միջին Ասիա, ասում են մենք 10 միլիարդ կդնենք այդ ինֆրաստրուկտուր ենթակառույցները, ճանապարհները այլն կառուցելու համար, բնականաբար եթե իրենք են ներդնում, իրենք էլ վերահսկելու են։ Չինացիները ասում են մենք կգանք կներդնենք։ Եվ այստեղ ամեն մեկը քաշում է իր վրա։ Չնայած երկուսն էլ շահագրգռված են այդ ճանապարհներով։ Բայդենի օրոք, հիշում եք, Օբրայենը եկավ Բաքու եւ ըստ էության հայտ ներկայացրեց, որ իրենք պետք վերահսկեն այդ ամբողջը, բայց դրա համար պետք էր, որ հայ-ադրբեջանական խաղաղություն կնքվի, որպեսզի այդ ճանապարհները ոչ միայն Հայաստանով անցնեն, այլ նաեւ գազատարերը եւ այլն, այդ թվում թուրքմանական գազի այդ նոր հանքավայրերը բացել են, դա այլ չգնա Չինաստանի կողմ կամ դեպի հարավ, այլ գա դեպի Եվրոպա։
գալու էր Եվրոպա, բայց վերահսկելու են Միացյալ Նահանգները։ Հիմա Տրամպի օրոք դա մի քիչ պակասել է այդ ազդեցությունը, բայց Օբրայենը մնացել է իր պաշտոնին։ Ինստիտուցիոնալ առումով Միացյալ Նահանգների շահերը ոչ միտեղ չեն չքվել, եւ նենց էլ չի, որ Տրամպը ամբողջությամբ դեմ է գնում այդ շահերին։ Ուղղակի ինքը իր կերպ է դա հասկանում, իր կերպ է իրականացնում։ Միացյալ Նահանգների շահերից բխում էր Չինաստանի թուլացումը, եւ Բայդենն էլ էր նույնով զբաղվում ավելի զգուշ։ Տրամպը ավելի կոշտ է զբաղվում, որը ավելի բացասական հետևանքներ իր վրա բերելու, բայց ուզում եմ ասեմ, բայց ինչի է շարունակում նույն բանը, որտեվ դա Միացյալ Նահանգների ռազմավարական շահերն է, որտեվ դա թիվ 1 մարտահրավեր նետող երկիրն է Միացյալ Նահանգներին, թե տնտեսական առումով, եւ թե ռազմական։ Հիմա նաև արգելել են լիթիումի ուրեմն օգտագործմամբ որոշ ուրեմն արտադրություններ իրականացնող գործարաններին ֆինանսավորել ամերիկյան բանկերին։ Երկու խոշոր ամերիկյան բանկ, կարծեմ JP Morgan-ն էլ կար մեջը, ուրեմն ասել է ուղղակի Տրամպը ասել է դադարեցնել է ֆինանսավորում, հետ քաշի 1.5 միլիարդ կարծեմ թե նույնիսկ ավել գումար հետ է կանչել, այդ բանկերը հետ են կանչել այդ ինվեստիցիոն ծրագրից Շանխայում թե Գոնկոնգում, հիմա կարող է սխալվեմ։ Ուզում եմ ասեմ, այսպիսի բաներով ինչի, որտեվ այդ լիթիումից հիմնականում տրանսֆորմատորներ, այսինքն մարտկոցներին վերաբերող արտադրություններ, ինչի են դա մտահոգ, որտեվ այդ մարտկոցները արդեն սուզանավերի վրա պետք է օգտագործեն չինացիները եւ դա արդեն այսպես կոնվեյերային սկզբունքով սկսեն այդ սուզանավերը արտադրել եւ այդտեղ բալանսը կարող է խախտվել իր օգուտ Չինաստանի, որտեվ Չինաստանը հիմա ավելի էժան ամեն ինչ արտադրում, ավելի քիչ է ծախսերի վրա նստում եւ ավելի մեծ ծավալների կարող է անել եւ կամաց գալ հասնել Միացյալ Նահանգներին։ Ինքը իր թվականակով զինված ուժերի կրկնակի ավել է հիմա արդեն Միացյալ Նահանգներից։ Իսկ այլ է դիմել, որ դիտարկել այսպես, որ այս Պակիստանի հետ այնինչ տեղի ունեցավ կամ եթե ոչ Պակիստանը, որտեղ որքան հասկացանք Պակիստանը ասում է եկեք քննենք, տեսնենք այնուամենայնիվ այդ աբեկչությունը ով էր արել, ով էլ որ արել էր, Չինաստանին փորձում են սադրել եւ թուլացնել պատերազմի մեջ ներքաշելով։ Դա այդ Չինաստան, Հնդկաստան, Միացյալ Նահանգներ, այդ խաղի կարող է էլեմենտ լինի։ Առևտրային պատերազմները նրանով են վտանգավոր, որ այնտեղ քանի որ 100 միլիարդավոր եւ տրիլիոնավոր դոլարների գումարների մասին է խոսքը, այնտեղ կարող են գործի դրվել նաեւ պրոքսի պատերազմները։ Հասկանում եք, նույնիսկ միջև այդ առևտրային պատերազմները զուտ առևտրային շահերի հակասությունները բերում են նրան, որ այդ պրոքսի պատերազմները, օրինակ, խուսիտների ձևով ի հայտ են գալիս եւ փակում են ճանապարհներ։ Տեսեք, ելի ճանապարհի մասն է խոսքը։ Կամ Իսրայելում Համասի հարձակում էր տեղի ունենում եւ փակվում էր իսրայելյան պրոյեկտը, ուրեմն արևելք-արևմուտքի նույն այդ ճանապարհների վերաբերյալ, որ Պարսից ծոցից պետք է Սաուդյան Արաբիայով գնար դեպի ուրեմն Իսրայել եւ Իսրայելից նոր գնար Եվրոպա։ Սիրիայում էլ հակառակը, այն ինչ որ Սիրիայով պետք է անցնեն, այդտեղ էլ թուրքերը եկան խանգարեցին եւ ոչ միայն թուրքերը, իսրայելները բզբզում այդտեղ եւ այլն։ Հիմա միակ ճանապարհը էլի մնացել է մեր տարածաշրջանը։ Երբ որ Չինաստանը ընդունում է, որ Հայաստանը կարող է խաղաղության խաչմերուկ դառնալ, ինքը հասկանում է, որ այդ խաղաղություն բառը ինչքան կարևոր է այդ խաչմերուկ դառնալու համար։ Որտեղ որ խաչմերուկի հնարավորություն կար, այնտեղ խաղաղությունը խաթարվեց, որ խաղաղություն չլինի։ Որ այդ միլիարդավոր հոսքերը, որից պետք է օգտվեին նաև այդ երկրները։ Սիրիան պետք է օգտվեր, Իսրայելը պետք է օգտվեր։ Այսօր Սիրիացի նոր ղեկավարությունը այնքան խոհեմ է, ահաբեկիչներ են, իդեպ այդ բանի նախքին ըստ էության իսլամական պետության կցորդներ, բայց իրանք անջատվեցին, կամաց փոխեցին իրենց իմիջը։ Այնքան խոհեմ են, հիմա հայտարարել են, որ իրանք պատրաստ են Աբրահամի համաձայնագրերին միանալ։ Աբրահամի համաձայնագրերը մեր դիտողներին որ տեղակ չի, ասեմ, որ դա էլի Տրամպի օրոք, նախորդ իր պաշտոնավորման օրոք մի ուրեմն համաձայնագիր, որը սկսեց բանակցվել ծոցի երկրների եւ Իսրայելի միջև, որպեսզի հաշտություն լինի, որտեղ արաբական երկրները ըստ Պաղեստինի խնդրից հոգնել են, նաեւ ունեն մեծ շահեր տնտեսական, թե Միացյալ Նահանգներում, թե նաեւ նույնիսկ Իսրայելում, որը բավականին զարգացած երկիր է, եւ երբ որ ես ասում եմ, մենք պետք է մտածենք Հայաստանը տնտեսապես այնքան զարգացնենք, որ երկրներ ուզենան Հայաստանից հարաբերվեն ու դրա շնորհիվ կամ դրա խաթեր չուզենան, որ ինչ որ մեկին աջակցեն Հայաստանի դեմ քայլեր անելուց, հա, այդ թվում Թուրքիային է վերաբերում։ Մենք կարող ենք, այդ պոտենցիալը ունենք։ Այդ ուղղությամբ ուղղակի պետք է աշխատենք։
ուղիղներից պետք է զոր տանք, հա, այլ ոչ թե ուռա հայրենասիրական կենացներին, որը մեր մոտ ավելի լավ է ցավոք սրտի միջև ստացվում, մանավանդ տարբեր տեղեր չված, տարբեր իրենց պսևդո բլոգերություն անող, ավել պակաս վայրահաճող ինչ որ կենացասողներ կան, որոնք որ անդադ փորձում են խառնել Հայաստանի իրավիճակը, դրա մասին էլ կարող ենք խոսել։ Ուզում եմ ասեմ, որ Իսրայելի արժեքը այդքան կար, որ նույն Սաուդյան Արաբիան եւ ծոցի երկրները համաձայնվեցին գնալ հաշտության եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ այլն, վերջի պահին ուղակի հետո դա անցավ Բայդենին, Բայդենը շարունակեց այդ խոսակցությունները, բայց այսպես չստացվեց, որովհետեւ այդ հարձակումը տեղի ունեցավ, ուրեմն Համասի հարձակումը անցած տարվա հոկտեմբերին 23 հա, ներողություն, 23 թվականի հոկտեմբերի 7-ին, այո։ Այնպես որ այդ պատերազմները դեռ կարող են ծավալվել, շատ ցավալի է։ Լավ կլինի, որ այդպիսի ակտերով ահաբեկչական ինչ-որ բաներով սահմանափակվի։ Դե ասում եք խաղաղության խաչմերուկը պետք է խաղաղություն լինի։ Մենք դեռ դրան չենք հասել։ Ասում եք այնտեղ խաչմերուկներում խաղաղությունը խաթարում են, իսկ մեզ մոտ դեռ խաղաղության։ Ուրեմն տեսեք, այդ իմաստով Ալիևի այցը Չինաստան եւ Չինաստանի հարաբերությունների լավ ջերմացումը Ալիևի կարող է նաև դրական լինել Հայաստանի համար, որտեղ Չինաստանի շահերից բխում է տարածաշրջանում խաղաղությունը։ Ավելին ասեմ, չի կարող Ալիևը որևէ մեկին համոզի, որ այնքան որ թույլ տվեք ես մտնեմ գրավեմ այդ Միչանսկի հատվածը, որ ազատ առևտուրը լինի ու հետո արդեն իմ հետ մենակ խնդիր կունենաք, ազատ առևտուր կլինի, ոչ մի ազատ առևտուր գրաված տարածքով ոչ մեկ չի անելու։ Ոչ մի եվրոպական երկիր չի առևտուր անելու օկուպացված տարածքի միջով անցնելու բանը։ Նույնն է ոնց որ հիմա ասեն, դե ոչինչ որ Դոնբասը գրավել եք, Դոնբասով եկեք ճանապարհները բերեք մենք առևտուր անենք։ Փակել են։ Ամբողջ Ռուսաստանը Ռուսաստանի պես տերությանն են փակելու, մնաց Ադրբեջանի դեմ սանկցիաներ չկիրառեն, հա։ Այնպես որ ես կարծում եմ, որ այդ իմաստով ինչքան էլ որ մենք կարող էր տպավորություն ստեղծվել մեզ մոտ, որ Միացյալ Նահանգների դժգոհությունը դա կբերի եւ Ալիևին կթուլացնի արևմուտքի աչքերում եւ արևմուտքի հետ հարաբերությունների տեսակետից, հա, բայց մենք տեսնում ենք, որ ճիշտ է Տրամպի վերջի ուղերձում կարող է եւ դա արտացոլված էր, երբ որ ինքը վերահաստատեց Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության ուրեմն պայմանագրի կամ կանոնադրության, այսպես ասենք, խարտիայի դրույթների իրականացման անհամբեր սպասելու հանգամանքը, հա, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ եվրոպացիները առանձնապես նեղված չեն ադրբեջանա-չինական հարաբերությունների խորացմամբ, մանավանդ իրանք էլ են գնում Չինաստան գալիս են, հիմա մեծ պատվիրակության այց է պատրաստվում, ել չեմ խոսում, որ կայակալացնել բռնեց գնաց Ադրբեջան, Հայաստան սկի չեկավել։ Գուցե նաև այն ֆոնին, որ Հայաստանի ղեկավարը արդեն հայտարարել է, որ պետք է գնա Մոսկվա մայիսի 9-ի այդ բաներին մասնակցելու, գուցե։ Կամ գուցե նեղ միայն Ադրբեջանի հետ ունեցած շահերը։ Օրակարգ, նման դեպքերում տեսեք այնց չի, որ այլ երկրներ, նույն Գերմանիան չունի այդ տնտեսական շահերը ավելի շատ Ադրբեջանում, քան Հայաստանում, բայց նախագահ Գերմանիայի տարածաշրջանային այցով այցելեց, այսինքն եթե նույնիսկ Ադրբեջան էր ուզում գնար, անպայման միատ Հայաստան եկավ, որպեսզի գոնե հավասարակշռություն պահի, հաշվի առնելով Հայաստանի ժողովրդավարական կեցվածքը, ներքին կառուցվածքը, նաև ձգտումները եվրոպական, հա, եւ հակառակը Ադրբեջանում մարդու իրավունքների դեպ Կայակալասը խիստ քննադատության արժանացավ Եվրոպարլամենտի եւ երկրների պարլամենտականների կողմից, Եվրոմիության անդամ երկրների այս վերաբերմունքի համար։ Եվ շատ ճիշտ քննադատության արժանացավ, որտեվ նա կրկնում է ըստ Ուրսուլա ֆոն դեր Լայենի 3 տարի առաջվա արած սխալը, որ գնաց ձեռքը սեղմեց Ալիևի, ասաց վստահելի գործեր ընկերեք, ինչա թե 3% գազ է մատակարարում Ադրբեջանը Եվրոպայի կարիքների 3%-ը բավարարում, այսինքն ինչ է, էլի։ Դուք Ռուսաստանի պես հսկայական ուրեմն գազ մատակարարողից հրաժարվեցիք ձեր սկզբունքների համար, բայց չգիտես, այստեղ սկզբունքները մի կողմ եք դնում այդ 3%-ի համար։ Անհասկանալի է։ Նու պարզ է, այստեղ միայն գազի խնդիրը չի, էլի եմ գալիս էլի ճանապարհներին, որտեղ իրենք ուզում են Ադրբեջանին ամեն դեպքում պահեն շատ թեքիչ, վերահսկելի իրենց ուրեմն ազդեցության ծիրում ամբողջությամբ չկորցնեն, որպեսզի նաև այդ ճանապարհների վերահսկողության հարցը, օգտագործման հարցը, եթե նույնիսկ չհաջողվի լիովին եվրոպականով անել, գոնե չթողներ ամբողջությամբ Չինաստանի ձեռքը գնա, հա, ոնց որ Անագլիա նավահանգիստը եղավ օրինակ, Վրաստանը ամբողջությամբ տվեց դա Չինաստանին այդ պրոյեկտը, հիմա չինացիներն են դա կառուցում Սևծովյան ափին,
որը շատ մեծ իհարկե դժգոհության պատճառ դարձավ Միացյալ Նահանգների համար, ով փորձում էր ինքը այդ կառուցել։ Ուզում եմ ասեմ, որ այս միջազգային իրավիճակում չինական ուրեմն դերակատարությունը եւ քշիրը պետք է հաշվի առնել եւ Հայաստանը պետք է հաշվի առնի իհարկե, առանց վատթարացնելու կամ վնասելու արևմտյան մեր գործընկերների հետ մեր հարաբերությունները, բայց այդ մեկնած ձեռքը նաև, հա, ներգրավելու Հայաստանը պետք է առնվազն քննարկվի, հասկացվի, հասկանանք ինչ են առաջարկում չինացիները, ինչ բացասական ինչ որ բաների կարող է դժգոհությունների կարող է բերի արևմուտքում դա եւ որտեղ է այն ոսկե միջինը, որը մենք կարող ենք իրականացնել հարաբերությունները Չինաստանի հետ։ Դե արդեն ունենք նոր դեսպան, առաջիկայում արդեն պարզ կլինի, թե ինչպես են, ինչ առաջարկությունների շուրջ են կամ ինչ թեմաների շուրջ են քննարկելու։ Տելեգրամյան ալիքներից մեկը, որը մասնագիտացած է տնտեսական լրատվությամբ, հիշեցնում է, նա պարզապես հիշեցնում է, որ Հայաստանը այժմ ոսկու պաշարներ չունի, քանի որ 2004 թվականին Կենտրոնական բանկը վաճառեց երկրի ամբողջ ոսկու պաշարները 1,6 տոննա ոսկու պաշարները վաճառվեցին 18 միլիոն դոլարով եւ ինչպես հաշվարկներ են արել այդ ալիքում տելեգրամյան ալիքում աշխատող ուրեմն վերլուծաբանները ընթացիկ գնահատականներով 2004 թվականին վաճառված ոսկու պաշարները այսօր կարժենային ավելի քան 170 միլիոն դոլար, որից փաստորեն Հայաստանը զրկվել է։ Ձեր մեկնաբանությունը ափսոսալուց բացի ինչ կարող ենք Քանի որ այդ տելեգրամյան ալիքը եզակիներից է, որ տնտեսական ոլորտը լուսաբանում է մեր դաշտում, ես կուզենայի նաև անունը տայինք, կարծեմ Economy of Armenia, չէ՞, կոչվում է, որովհետեւ մարդիկ նաև այնտեղից կարողանան ինֆորմացիա ստանալ։ Սկսեմ նրանից, որ 2004 թվականին Տիգրան Սարգսյանի ժամանակվա վարչապետներ, կարծեմ, հա, վարչապետներ, թեթև ձեռքով թե Կենտրոնական բանկի նախագահն էր այն ժամանակ։ Կենտրոնական բանկի նախագահն էր, վարչապետ դարձավ 2008-ից հետո։ Հա, ճիշտ է։ Կենտրոնական այն ժամանակ Անդրանիկ Մարգարյանն էր վարչապետը։ Կենտրոնական բանկի նախագահն էր, հա, ինքն էլ կարող էր որոշել կենտրոնական բանը, վարչապետը չէր կարող որոշել Կենտրոնական բանկի պահոստների ուրեմն նման վերափոխումը, հա, թեթև ձեռքով վաճառեցին։ Այդ այն պահները մի թեթև թանկացել էր ոսկին։ Եվ այս հանճարները, ես կասեի անճարները, պրոֆեսիոնալիզմից իսպար զուրկ, այս անձնավորությունը հատկապես, որը հետո պարզվեց ինչով էր զբաղված այնտեղ նստած, զուտ իր անձնական գրպանային շահերը սպասարկելով, հետո էլ տարբեր եկեղեցականների հետ օֆշորներում փողեր էր լվանում, ինչը մաքրական գործը կա, գիտեք, Bentley եկեղեցականի հետ անունը չեմ հիշում, սկի, Bentley էր անունը, մի խոսքով, տենց գիտեմ։ Ու այդ անձնավորությունը հետո արդարանում էր ընդամենը մի տարի հետո եւ կրկնակի էլի թանկացավ ոսկին, այն ժամանակ 500-ի կարգի էր, եթե չեմ սխալվում, $500 ունցիան։ Կրկնակի թանկացավ, ասա դե մենք ինչ իմանայինք, որ այդքան թանկանալու է։ Տգետության աշտան, պրոգնոստիկա կա, հաշվարկներ կա, այդ ոնց է սաղ աշխարհը գիտենալով չէ, դա ռիսկերի կառավարում է կոչվում, դիվերսիֆիկացված փաթեթ է կոչվում, որ դու ամեն ինչից պետք է ունենաս։ Եվ ոսկի պահում ես այն դեպքի համար, երբ որ ճգնաժամեր լինի, որտեղ եթե ճգնաժամեր է լինում, որպես կանոն դոլարն ու ոսկին է թանկանում։ Այս դեպքում ի դեպ այս վերջի ճգնաժամը նրանով էր արտառոց եւ գուցե այդտեղ էր նաեւ սխալ հաշվարկը եւ Տրամպի եւ գուցե նաեւ այն ուժերի, որոնք իրեն բերել են իշխանության, որ այս անգամ կապիտալները չփախան դեպի դոլար։ Որտեվ դոլարը միշտ այսպես խաղաղ նավահանգիստ էր կապիտալների համար, հենց որ խժդժություններ էր լինում, ճգնաժամեր էր լինում միջազգային, ֆինանսական եւ այլն, միանգամից մարդիկ վաճառում էին իրենց ակտիվները դոլարով, վաճառում էին դոլարն էին պահում, որտեվ գիտեն որ դոլարը անսասան արժեք է, իրենք վաղ մյուսօր այդ դոլարով կարող են ավելի էժանացած այդ նույն ակտիվները գնել, քանի որ ճգնաժամ է։ Բայց հիմա դոլարի գինն էլ է ընկնում։ Եվ դա է խնդրեմը, եւ պարտատոմսերի գինն է ընկնում նաեւ Միացյալ Նահանգների, որտեղ դրանց շահութաբերությունն է ավելանում, այսինքն ավելի մեծ պարտքի բեռ է ավելանալու Միացյալ Նահանգների վրա։ Եվ վստահություն դոլարի հանդեպ կորում է եւ նման պայմաններում ոսկու գինը սրընթաց է աճում։ Դուք գիտեք 3.3 հասավ արդեն 3300, 3400 նույնիսկ հասավ մի պահ, հետո իջավ մի քիչ 3.2 քանիս է, հիմա 3.3 է մոտավորապես։
ունցիան, այսինքն պատկերացրեք 500-ը 7 անգամ ավելացել է այդ գումարը, այդ ոսկին, որ մենք ունենայինք կենտրոնական բանկում, 7 անգամ ավելի մեծ արժեք կունենար հիմա։ Ու այդ տասնապատիկ ավելը մի քիչ, չգիտեմ ոնց են հաշվարկել, գուցե նաև ինֆլյացիա եւ այլն այդ բաներն են հաշվարկել, համենայն դեպս ուզում եմ ասեմ, որ մենք այդ տեղը երբ որ կորցրեցինք, լավ, ասենք մեկը մի իշխություն արեց, այտենց ոչ պրոֆեսիոնալներ շատ ենք ունեցել, էլի։ Բայց լավ, մենք ունենք ոսկու արդյունահանում եւ արտադրություն Հայաստանում։ Ժամանակին Բագրատ Ասատրյանն ունենք, կենտրոնական բանկի ղեկավար էր, եւ չեմ հիշում ազգային ժողով էին անցկացրել այդ օրենքը, այն ժամանակ Գերագույն խորհուրդ էր թե ոնց, բայց այսպես բացի հարկերից, որը որ այդ ոսկու արդյունահանողները տալիս են Հայաստանի Հանրապետության, նաեւ որոշ մասնաբաժին հենց ձուլածոների ձևով տալիս են կենտրոնական բանկին։ Քիչ դա կուտակվում էր, բայց այդ ոսկին ոնց էր կուտակվել։ Այդ տոննայոկես տոննա 600-ը ոնց էր կուտակվել, այդպես տարի հավաքվել էր։ Բա մենք ոսկի արդյունահանենք, մենք ոսկու պաշար չունենանք կենտրոնական բանկում։ Ու հիմա ես կարծում եմ, որ էլի ժամանակն է, որ ոնց որ պետությունը 20%, 25%, 15% տարբեր հանքերի մեջ փայաբաժին է ստանում, որը շատ օգտակար է, շատ կարևոր է նաև վերահսկողություն սահմանելու տեսակետից, բայց նաև շահութաբերությունը, շահաբաժինները նաև պետական բյուջե ուղղելու տեսակետից, այսինքն բացի հարկերից նաև շահաբաժին է ստանում պետությունը։ Բայց նաև կարևոր է, որ մենք ոսկու վրա այդ նույնը հատկապես ունենանք։ Ոչինչ որ ռուս օլիգարխների ձեռքին է, հարգելիներս, ոնց որ հնարավոր եղավ այդ Տիմչենկո, չէ, եթե չեմ սխալվում, պղնձամոլիբդենայինից ստանալ այդ տոկոսը, նաև ոսկու հանքերից է այդ տոկոսը պետք է վերցնել, եւ այդ տոկոսի շահաբաժինը արդեն պետք է գա պետական գանձարան ոսկու ձևով եւ պետությունը պետք է վաճառի կենտրոնական բանկին կամ իր պարտքերը կենտրոնական բանկին մարի այդ ոսկով։ Դուք գիտեք, կենտրոնական բանկը երբ փող է տպում, պարտքով է տալիս պետությանը եւ պետությունը պարտավոր է դա կամաց վերադարձնել։ Ուզում ասեմ, որ այդ վերականգնելու ընդ որում առանց մեծ ծախսելու, ոչ թե հիմա ես ասում եմ այդ օթուրբեշ են, որ ասում է, հսկայական գներով ոչ թե դնել միջազգայից շուկայից առնել, չնայած միջև հիմա շարունակում են գնել պետությունների դեպ առնվազն, գիտեք, կա տարական ռազմավարական պլանավորում։ Մի քանի տարի առաջ արդեն պարզ էր, որ ոսկու գինը աճելու է եւ սկսել էր աճել։ Ինչից էր պարզ, որովհետեւ մի քանի առանցքային գնորդներ կային աշխարհում, Չինաստան, Ռուսաստան, Լեհաստան նույնիսկ 100 տոննաներով ոսկի են առնում, հարյուրավոր տոննաներով։ Կամաց էին առնում, որ միանգամից գինը չսրընթաց չաճի, բայց քանի որ պահանջարկը մեծ էր, որտեվ իրենք հասկանում էին, պատրաստում էին ճգնաժամերի, Ռուսաստանը պատրաստում էր ճգնաժամ, որտեվ ինքը գիտեր ինքն է այդ ճգնաժամը կազմակերպելու։ Չինաստանը պատրաստում էր ճգնաժամ, որտեվ գիտեր, որ Միացյալ Նահանգները իր դեմ սանկցիաներ է կիրառելու եւ վաղ թե ուշ դա առևտրային պատերազմ է ավարտվելու, պատերազմով, իսկ պատերազմը միշտ բերում է ճգնաժամի ֆինանսական, այդպես հսկաների միջև պատերազմը։ Եվ էլի, որպես խաղաղ, այսպես նավահանգիստ ինքը պատրաստում էր ոսկին։ Եվ ինքը շահեց, հիմա ոսկին հսկայական պաշարներ ունի Չինաստանի եւ դրանով որոշակի կայունություն է ապահովում իր տնտեսության։ Վերջիվերջո կարող է թանկ գնով սկսել վաճառել եւ իր ներքին ծախսերը հոգալ, միջև ինքը այդ դիմակայությունը չհաղթի Միացյալ Նահանգների, չեմ ասում կհաղթի հաստատ, բայց իր նպատակը դա է, որ պաշար ունենա ռեզերվային, հա։ Բա լավ, Հայաստանում ղեկավարության մեջ ես հասկանում եմ, որ իրենք ամեն մեկը մի փայլուն տնտեսագետ են, փայլուն քաղաքագետ են, ոչ տնտեսագետներին լսելու կարիք ունեն, ոչ քաղաքագետներին լսելու կարիք ունեն։ Իրանք քնում զարթնում են բոլոր որոշումները ճիշտ ու իրենց մոտ կա։ Ընդ որում դա միշտ է եղել, մենակ գործող իշխանություններին դա չի վերաբերում։ Պրոստը գործողները նախկինից տարբերվում են նրանով, որ նրանք նաև ջեբկիր էին։ Այս գործողները գոնե գողավազակ չեն, հա, ասենք, այնքան պրոֆեսիոնալ չեն ու նաև լավ չեն լսում մասնագետներին, ոչ միշտ են լսում, լավ այսպես ասենք։ Այդ գործում էլ պրոֆեսիոնալ չեն, հա, գողավազակ լինելու։ Ну, բարեբախտաբար պրոֆեսիոնալիզմի չեն հասել։ Պրոֆեսիոնալիզմի հարց չի իրականում, հասկանում եմ ձեր հումորը, բայց այստեղ այն հարցն է, որ այսօր չէ, կարծեմ վարչապետը ասում է համակարգային կոռուպցիան հաղթահարվել է։ Այո։ Բայց ընդ որում պայքարում են կոռուպցիայի դեմ, այդքան լավ չեն պայքարում իրականում։ Լավ կոռուպցիայի դեմ պայքարողը չի տանի Գագիկ Խաչատրյանի նախկին ՊԵԿ-ի ղեկավարի աջ ձեռքին, հա, Արևմտյան Մաքսայինի պետին տանի ՊՎՑ-ի տեղակալ դնի։ Եվ տենց համատարած, իդեպ այստեղ հետքերը շատ պարզ երևում են, դրանով են
ասենք ոնց են էլի այտենց կոռուպցիայի դեմ պայքարում։ Թե այդ մարդկանց մի հատ տարան ասենց խաչակնքեցին ու դառան սուրբ այդ մարդիկ։ Այլևս կոռուպցիոներ չեն։ 2019 թվականին ինքը Փաշինյանը ուրեմն օրացույցում, տոների օրացույցում ավելացրեց քաղաքացու օրը։ Ճիշտ ասած, դեռ, չգիտեմ, ինձ մոտ այդպես չի տպավորվել, ես քանի որ օրացույցներ ունենք, օրացույցն է հուշում, որ այդ օրը քաղաքացու օրն է։ Ես դեռ չեմ ընկալում, որ մենք այդպիսի տոնական օր ունենք, դուք եթե ձեր պատասխանի մեջ կասեք, ընկալում եք քաղաքացու օրը թե ոչ, որպես տոն։ Վարչապետ Փաշինյանը ուղերձ է եղել քաղաքացու օրվա կապակցությամբ եւ ասել մասնավորապես հետեւյալը։ Նա ասում է, որ ինչի մասին է այս տոնը, ինչ կա շնորհավորելու, ժողովուրդն է իշխանության տերը մեր երկրում, ասում է վարչապետը։ Առաջին հարցս դա է. արդյոք իսկապես Հայաստանը հասել է այն աստիճանի, այն մակարդակի, որ կարող ենք ասել, որ ժողովուրդն է իշխանության տերը, եւ ինչ է հասկանում Փաշինյանը, երբ որ դա է ասում։ Երկրորդը նա իր ուղերձում հայտարարել է, որ համակարգային կոռուպցիան Հայաստանից արմատախիլ է արված։ Այստեղ ըստ երևույթին համակարգային կոռուպցիա ձևակերպման մասին պետք է ուշադրություն դարձնել, ոչ թե պարզապես կոռուպցիան, բայց հաջորդ իսկ ցանցային կոռուպցիայի դեմ, ասում է նա, մղվում է ամենօրյա պայքար։ Այս քանի դեռ կանգնենք այստեղ եւ երկու հարցի վրա։ Առաջինը դուք զգում եք, որ դա տոն է, իսկապես մենք արդեն դա ընկալում ենք քաղաքացու օրը որպես տոն, իսկապես ժողովուրդն է իշխանության տերը եւ իսկապես համակարգային կոռուպցիան Հայաստանից արմատախիլ է արված։ Համեցեք։ Սկսենք նրանից, որ որևէ հիմք չկա ասելու, որ Հայաստանում իշխանությունը բռնազավթված է ինչ-որ խմբավորման կողմից։ Որտեղ միշտ ընտրություններ երբ որ լինում են, ոչ մեկ, ոչ մի ընդդիմախոս, ընդդիմադիր չի բողոքարկում, ասում այստեղ կեղծել են։ Ինչպես որ նախկինում էր լինում։ Որտեղ չկա հիմքեր։ Ավելին ասեմ, ընտրությունները ցույց են տալիս, որ իշխանությունները գնալով պարտվում են այդ ընտրություններում, հա, եթե կեղծողը լինեն, կկեղծեին չէին պարտվի։ Այնպես որ այո, իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին, դա միանշանակ է։ Ուրիշ հարց, որ ցավոք սրտի դա դեռ չի նշանակում, որ մենք ժողովրդավարական ճանապարհի վրա ենք ժողովրդավարություն, որտեղ ժողովրդավարությունը միայն ընտրությունների օրը ազատ ընտրություններ ապահովելը չի։ Ժողովրդավարությունը նաև ընտրություններին մասնակցողներին թույլ տալ կամ թույլ չտալն է, եթե կոռուպցիոներ, ոչ թե կոռուպցիոն, բան է, քրեական տար է, եթե ստվերային, ուրեմն ֆինանսները ներգրավում տնտեսության մեջ եւ այլ, բան է, ընտրությունների մեջ եւ այլն, բոլոր նորմալ երկրներում այդպիսի կուսակցությունները արգելվում են, այդպիսի տեխնացուները արգելվում են, թույլ չեն տալիս ներգրավել, ուղղակի որտեղ գնում են հետապնդվում են իրավական ճանապարհով։ Մեր մոտ իշխանությունները, այսպես, չգիտեմ, անունը դրել են ժողովրդավարություն, բայց դա ժողովրդավարություն չի։ Երբ որ դու ստվերային մամուլ ունես, որը որ մանիպուլացնում է ամբողջ դաշտը եւ սնվում է նախկինների թալանչիների այդ գումարներից, երբ որ դու այդ նախկին թալանին ոչ միայն քաղաքական գնահատական չես տվել նախկին բռնազավթամներին, որը որ անընդհատ պահանջում էր հասարակությունը, ոչ մի վեթինգ չես արել, ոչ մի լյուստրացիա չես արել, օտարների ազդեցությունը թողել ես ագենտուրային ցանցերի ձևով, կաշառակերներին թալանչիներին ամբողջ համակարգերում թողում ես։ Միջին օղակները այսօր մնացել է բոլորը նախկին հանրապետական բարգավաճ, որտեղ ուզում ես նայ նախարարությունից մինչև տեղական ինքնակառավարման մարմին, իրենց նշանակած մարդիկ են։ Ու դու ասում ես դա ժողովրդավարություն է, դու այդ մարդիկ բերելու են էլի ռևանշի, դու ժողովրդավարական այլընտրանքի փոխարեն ստանալու ես թալանչիների այլընտրանք։ Որտեղ այդ մարդիկ անհամբեր սպասում են այն բաղձալի օրերին, երբ որ իրենք էլ այդ թալանի կերակրատաշտի մաս էին։ Հիմա սեղմված են, վախենում են։ Համակարգային կոռուպցիայի մասին։ Հիմա տեսեք, համակարգային կոռուպցիա ինչ նշանակում։ Նախ այն նշանակում, որ կոռուպցիան համակարգված է լինում։ Այսինքն ոչ թե ինքը սպորադիկ, սեգմենտար, ինչ որ տեղեր, ինչ որ կոռուպցիոներներ կան, որոնց բռնում են, այլ համակարգային, այսպես ներքևից վերև համակարգ է, որտեղ կաշառքները, թալանը կամած գնում է վերև, վերևի մարդը դառնում է ամենահարուստը։ Ոնց որ մեր մոտ վերջի երկու նախագահները ուրոք եղել են։ Ովքեր են Սերժ Սարգսյանի ժամանակ ամենահարուստը Սերժն էր, իր Միշիկով հանդերձ, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Ռոբերտ Քոչարյանն էր, իր Դոդի Գագոյով հանդերձ, հա։ Այդ ամբողջը
հենց համակարգային կոռուպցիան էր։ Հիմա այդպիսի բան չկա, բայց կան համակարգեր, որտեղ որ կան այդ ցավոք սրտի, այսպես ասեմ, կոռուպցիայի այլանդակ մասշտաբներ, հա, այսպես ասենք։ Բայց քանի որ դրանց դեմ պայքար կա, դա ցույց է տալիս, որ կոռուպցիան ամբողջությամբ համակարգային չէ։ Օրինակ բերեմ, Երևանի քաղաքապետարանը։ Անընդհատ ԱԱԾ, քննչական մարմիններ, դատախազություններ, անընդհատ ինչ որ հանցագործություններ են բացահայտում, բռնում, թաղապետի տեղակալ, այս էլ որ երրորդ թաղապետա Շենգավիթիններ, հիմա Շենգավիթում էլ ինչ որ բաներ, վարչության պետեր, կենտրոնի թաղապետարանում, Արաբկիրի թաղապետարանում, քաղաքապետարանի մի քանի վարչություններում բռնում են, բայց չեն ավարտվում, որովհետև այնտեղ այդ նույն մարդիկ են։ Ու նայում ես կենսագրությունները Սերժ Սարգսյանի օրոք նշանակված, Ռոբերտ Քոչարյանի օրոք նշանակված։ Ինչի՞ չեք մաքրել, հարգելիներս։ Ինչու չեն մաքրել։ Որովհետև անունը դնում են մենք կադր չունենք, բայց ոչ թե կադրի հարցը, այլ տարական վեթինգային այդ մոտեցման մերժելու հարցն է։ Ինչու՞ չի արվել։ Այդ պետք է հարցնենք։ Նիկոլ Փաշինյանից հարցեք, ինքը խոստացել էր վեթինգ։ Ինքը երբ որ իշխանության եկավ, ասեց այո, վեթինգ անելու ենք։ Վեթինգը ինչով է իլյուստրացիայից տարբերում, ովքեր որ մեր էլի դիտողները կարող է ոչ բոլորն են պատկերացնում, հա։ Իլյուստրացիան դա օտարերկա գործակալականցան, նույնիսկ ոչ թե գործակալական ցանցեր, այլ բարձր օտարերկա գործակալները, եթե գիտեն կբռնեն։ Ես նկատի ունեմ KGB-ի, սովետական KGB-ի ժամանակ KGB-ից համագործակցած մարդկանց, որոնք ժամանակակից օրենքներով հետապնդման ենթակա չեն։ Մեր օրենքներով ոչ մեկ չի ասում, որ այն մարդը, որը որ ժամանակին սովետի ժամանակ KGB-ի հետ համագործակցել է, ինքը իրավունք չունի գնալ դառնալ երկրի ղեկավար օրինակ։ Չկա այդպես օրենք։ Մենք ասում ենք, որ իլյուստրացիայի մասին օրենք հենց դրա մասին պետք է լինի, որ էլի կա չես արգելում։ Նույն ես նկատի ունեմ մեղմ իլյուստրացիայի տարբերակը, հա։ Մեղմ իլյուստրացիան ինչով է տարբերվում կոշտ իլյուստրացիայից։ Մեղմ իլյուստրացիաներն է, երբ որ դու ոչ թե ասում ես բոլոր այդ նախին KGB գործակալներին պետք է բացահայտենք, հրապարակենք, ասենք սրանք ստուկաչ են եղել, համագործակցող են եղել KGB-ի հետ եւ այլն, սկսած է 37 թվից, որ հարևանների վրա դանոսներ են գրում։ Եվ սկսած նաեւ այն մարդկանցից, ովքեր հիմնադրել են տարբեր ինկավեդենները եւ այլն, հա։ Այլ ասում ես, որ այդ մարդիկ իրավունք չունեն պաշտոններ զբաղեցնելու առանց բացահայտելու իրենց ինքնությունը։ Այսինքն ասում ես, օքեյ, շատ ես ուզում գնաս դեպուտատ դառնաս, նախարար դառնաս, վարչապետ դառնաս, ինչ ուզում ես դառնաս, բայց եթե դու պետական պաշտոնի հավակնորդ ես, ուրեմն պետքա մենք բացահայտենք, որ դու համագործակցող ես եղել KGB-ի հետ։ Լույս սփռենք քո անցյալի։ Իլյուստրացիան այդ լույս սփռելու բանն է, հա։ Ստրացիա։ Եվ թող հասարակությունը, եւ թող հասարակությունը որոշի, քեզ կտանեն թե չեն տանի։ Հիմա վեթինգը։ Հա, այդ մեղմ իլյուստրացիայի տարբերակն էր, որը անցել է Բուլղարիան, էլի տարբեր երկրներ։ Վեթինգը վերաբերում է նրան, թե դու քո ունեցվածքը նախ առաջինը ո՞նց ես ձեռք բերել, այսինքն քո տնտեսական բարեվարկությունը ինչպիսին է եղել։ Իսկ դու պետական պաշտոնյա հանդել, դա մասամբ կիրառվում է այս բռնագանձման մասին օրենքով, բայց դա չի հիմնականը։ Նաև շատ կարևոր է, թե դու իրավական տեսակետից ինչ բարեվարկություն ես դրսևորել։ Օրինակ, եթե դու եղել ես քննիչ, դու կատարել ես հանձնարարականներ վերևից եկած, անձամբ Սերժ Սարգսյանի կողմից եկած, որ այս ընդդիմախոսից հետապնդի, սրան բռնի, սրան գործ սարքի վրան, այս մեկին ասա, որ ինքը այսինչ կազմակերպիչ է ինչ որ բաների խժդժությունների, այս մեկին ասա, որ քար է շպրտել ոստիկանության վրա, այս մեկին էս ասա, մի բան գտի վրան կարի, ոչ թե գտի, այլ կարի, որտեղ այդ մարդիկ այդպիսի բաներ չեն արել, հա։ Այնքան որ տար բանտ նստեցրա, հետապնդի, վախացրա, գույք բռնագրավենք, գանձենք, որ տնտեսական խնդիրներ առաջացնենք այդ մարդկանց մոտ, այն տիպիկ Սերժի ժամանակ կիրառվող բան։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ուղակի դնում էին գնդակահարում էին, ոնց որ մարտի 1-ին եղավ ընդդիմախոսներին, Սերժ Սարգսյանի ժամանակ այսպեսի կեղտոտ ձևերով էին փորձում, էլի մեկը մյուսից դրանով էլ եմ ասում, ոչ մի պակաս չէին։ Հիմա այդ մարդիկ, որոնք որ պատվեր են կատարել, որոնք որ ներդրել են, օրինակ ԱԱԾ-ին, այդ քննչականի մասն ասած, հիմա ԱԱԾ-ն ԱԱԾ-ի տարբեր աշխատակիցներ ներդրվել են կամ համագործակցություն, ներդրվել են տարբեր կուսակցությունների մեջ, որը որ օրենքով արգելված է եղել, կուսակցության ղեկավար մարմնում դու իրավունք չունես
ներդրում անել, ոչ էլ հավաքագրում անել։ Այսինքն, պարզ է, ԱԱԾ-ն իրավունք ունի Հայաստանում հավաքագրել, գնա առաջարկի քաղաքացուն, որ քանի որ մեր երկրի անվտանգության մարմինն է, օտար երկինը չի, հա։ Չնայած մենք գիտենք ինչ կապեր ուներ, հիմա չգիտեմ ինչքանով կա այդ կախվածությունը նաև ռուսական ուրեմն հատուկ ծառայություններից, բայց այն ժամանակ գիտենք ինչ կախվածություններ կար եւ ինչ ինֆորմացիաներ գնում էր միանգամից Ռուսաստան։ Դու ներդնում ես հերիք չի, վերահսկում ես քաղաքական process-ների, այսինքն իսկ դու քանի որ ենթարկվում ես ղեկավարությանը, Սերժ Սարգսյանին, այսինքն Սերժ Սարգսյանը ԱԱԾ-ն օգտագործում էր, մինչև հետո Ռոբերտ Քոչարյանը, իր ընդդիմախոսներին վերահսկելու, կազմաքանդելու, մարդիկ ներդնելու, մարդկանց հավաքագրելու եւ քաղաքական ամբողջ process-ը ապականելու եւ մարդկանց անզոր դարձնելու իրենց համակարգի դեմ։ Այդպիսի մեթոդաբանությամբ, որտեղ մարդիկ ինչով են ուժեղ, իրենց ներկայացուցիչներով, հասարակական կազմակերպություններով, քաղաքական կուսակցություններով, որ տեսնում են մարդը ճիշտ բան է ասում, գնում են իրեն աջակցում են։ Բայց հետո պարզվում է այդ մարդը ճիշտ բան է ասում, բայց այդ մարդու վրա ինչ որ կոմպրոմատ են գտել կամ սարքե, կամ հավաքագրել են, ու այդ մարդը պրոստը լոլոներ է կարդում, որ ձեզ խափի, բայց արդյունքում գնում է սպասարկում է նույն Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին։ Այդ բոլորը կազմակերպողները միջև հիմա դրանց միջ գալի մասը համակարգում են։ Վեթինգը պետք է լիներ, որ դրանց հանվեր։ Հիմա այս գործող իշխանությունները ինչա, հույսը դրել են, որ այդ մարդիկ պաշտպանելու են իրենց օրինականությունը եկող ընտրությունների ժամանակ։ Ոչ, այդ բոլորը ապստամբելու են քրեական ապստամբություն է դառնելու, քրեա օլիգարխիկ նախկին քրեա օլիգարխիայի մնացուկները ապստամբելու են հենց այս ժողովրդավարության դեմ, ոչ թե նույնիսկ իշխանությունների հարցը չի այստեղ։ Այս ժողովրդավարական համակարգը, այս ծիլերը, որ նոր տալիս է, դրա դեմ են ապստամբելու։ Ու ամենահետաքրքիրը գիտեք ինչ է, մենք Գյումրի ընտրությունների մասով այս մի դրվագային չեմ անդրադարձել։ Իշխանության ներկայացուցիչներից մեկը հպարտանում էր, ասում էր, ո՞նց եք մեզ մեղադրում հակաժողովրդավարության մեջ, եթե այդ պետական ապարատի, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքապետարանի աշխատակիցների մի զգալի մասը մեր դեմ էր աշխատում։ Լսեք, եթե ձեր դեմ աշխատեին ի օգուտ որևէ այլ ժողովրդավարական այլընտրանքային ուժի, մենք կհասկանայինք։ Բայց որ ձեր դեմ են աշխատում Վարդանիկի օգտին, իմանալով ով է նա, դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ դուք եք թերացել, դուք վեթինգ չեք արել, դուք նորմալ կադրային չիստկա չեք արել։ Ինչ է նշանակում, դե իրանք պրոֆեսիոնալ, հա իրանք պրոֆեսիոնալ թալանչիներ են եղել։ Այդ դրա համար այս օրին են հասցնել երկիրը, պրոֆեսիոնալ Սերժ Սարգսյանն էլ թողեք։ Ասեք հենա 10 տարի նախագահ եղել, լավ պրոֆեսիոնալ նախագահ է դարձել։ Հետո էլ պրոֆեսիոնալ վարչապետ կլներ, թո մնար։ Եթե պրոֆեսիոնալիզմ է դա կոչվում։ Չարեցին ոչ վեթինգ, ոչ լուստրացիա, քաղաքական գնահատականն էլ չեմ ասում։ Այսինքն իշխանության բռնազավթված էր, չէ՞ միջև այդ։ Բոլորս գիտենք ոնց էին կեղծում ընտրությունները։ Հանրապետական կուսակցությունը առնվազն, միջև այդ նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որոնք որ այդ կեղծիքներին, ընտրակաշառքներին ուղիղ մեղսակցություն են ունեցել, պետք է արգելվեին։ Իսկ այդ արգելելու համար պետք է քաղաքական գնահատական տրվեր։ Ուսումնասիրվեր, ապացույցները բերվեր, հարցումներ արվեին, այդ հետազոտությունը հնարավոր էր անել։ Եվ արգելվեր։ Ձեր կարծիքով մաքրվելու է արդյոք Հայաստանը այդ կոռուպցիայից։ Տեսեք, նույն Ազատություն ռադիոկայանը եւ ինչ է պետք որպեսի լինի։ Ազատություն ռադիոկայանը հիշեցնում է Transparency International-ի վերջին տվյալները, որտեղ իրենք սանդղակ ունեն եւ ասում է, որ 50-ից ցածր միավոր ունեցողը ըստ հակակոռուպցիոն փորձագետների փաստում է, որ երկրում կոռուպցիայի խնդիրը լուրջ է, 50-ից ցածր։ Հայաստանը 47 միավոր ունի, այսինքն Հայաստանը չի, չնայած Փաշինյանը ասում է, ահա համակարգայինը արմատախիլ է արված։ Ինչ եք կարծում, չեն գիտակցում, դուք ասում եք, սա չեն արել, նա չեն արել, իրենք են թաղված կոռուպցիայի ցանցերի մեջ են ներգրավված, գիտելիք չունեն, կարողություն չունեն եւ առաջին իմ հարցը այս ամենից վերլուծելուց հետո ինչ կարող ենք եզրակացնել, կգա մի պահ, երբ մենք ասենք, որ այո, մենք մաքուր տնտեսություն ունենք, մաքուր ցանցեր ունենք, պետական կառույցները մաքուր են, մեր երկիրը մաքրվել է կոռուպցիայից։ Դե լրիվ արմատախիլ երևի թե ոչ մի երկրում արմատախիլ չի արվում կոռուպցիան, բայց գոնե այսպիսի ցուցանիշներ մենք չունենանք։ Քանի որ ես մի քիչ տեղյակ եմ ոնց են կայացվում որոշումները, հա, նաև իշխանության ներսում, ես հիշում եմ, թե ինչ դիմադրության ճակատ էր ձևավորվել վեթինգի գաղափարին ԿՊ-ի ներսում, որի առաջամարտիկներից էր Բադասյանը։ Այդ լավ հիշում եմ։
Հիմա տեսեք, Բադասյանին հարկայինի այդ պետի պաշտոնից հանում են, բերում են նոր մարդու, եւ այս նոր մարդու օրոք սկսում է վարչարությունը կտրուկ բարելավել եւ հարկային մուտքերը կտրուկ ավելանալ։ Ինչ է դա նշանակում։ Բադասյանի օրոք ես քանի անգամ ասել եմ, քանի անգամ իր հետ նաեւ հանդիպման ժամանակ ցույց եմ տվել տեղերը, ովքեր չեն մուծում հարկերը լիարժեք, խոշոր բիզնեսմեններ այդ թվում։ Սամվել Ալեքսանյանից սկսած, անունն էլ տվել եմ քանի տեղ հրապարակային նաեւ։ Ու ամեն անգամ հարցնում եմ այդ խանութների իմ ծանոթներին, խանութ տերերին, հարցնում եմ, ասում եմ, հա, ոնց է, էլի թղթով տալու, թղթով չտալու հարցը կա։ Ծրարով, հա, երևի թե։ Չէ, թղթով, փաստաթղթով։ Հա, Այսինքն ապրանքը բերում էր, հասկանամ։ Սամվել Ալեքսանյանի այդ բանը ֆիրմաների, հա, սիթիների, այնտեղ, չգիտեմ, ոնց է կոչվում իրանց այդ բանը։ Բերում էր, ասում էր, չէր ասում է առանց թուղթ եմ տալու մենակ։ Ասում էր թղթով այսքան արժի, առանց թուղթ այսքան արժի։ Փոքր երկիր է, էլի այդպես բաներ հնարավոր չի գաղտնիք պահել։ Էն էլ հարկայինի պետից։ Որ ես ասում եմ, ընդհանրապես մի քանի տես ծանոթ ունեմ, որ ստուգեմ ինֆորմացիաներ չլինի, որ մի աղբյուրից մենակ ստանամ, ու դա գիտես, ստույգ հստակ բաներ գիտեմ, որ ֆիրման, որ ապրանքն է առանց փաստաթուղթ բերում, դա համատարած էր, էլի։ Բնականաբար, եթե դու փաստաթղթով ես տալիս, ավելի հարկը մեծ ալինու, դու հարկ պետք է տաս, առանց փաստաթղթի հարկ պետք է չտաս էժան ալինու։ Հիմա եթե դու առանց փաստաթղթի ես անում, դու մտնում ես քրեական հանցագործության մեջ, դու գողանում ես պետության բյուջեից փող։ Բայց եթե չես մտնում, քո կողքի խանութն է մտնում այդ հանցանքի մեջ, ինքը ավելի էժան է վաճառում այդ ապրանքը, մրցակցային առավելություն է ստանում, դու սնանկանում ես։ Այսինքն պայմանները այնց են դրած եւ հարկայինը աչք էր փակում։ Ձևական ինչ որ մարդիկ ուղարկում էին, դե այդ մարդիկը գալիս են, ասում են, դե չկարացանք բռնենք այդ պահին, ոնց ինչ անենք բան։ Գնում են, այնքան որ դու գանում են, ասենք դրամարկղային օրդեր, եթե չէին դուրս գրում, իսկ դրամարկղային օրդեր բանը չեկերը բնականաբար չեն կարող ամբողջ ապրանքի վրա դուրս գրել, որտեղ մի ահագին մասը առանց փաստաթղթի են ձեռք բերել ստիպված, որ կարողանան վաճառել, թե չի վաճառում։ Այս նոր հարկայինի պետը գալիս է ու նոր տարուց առաջ արդեն ես ինֆորմացիա եմ ստանում, որ հիմա բոլորը պարտադուր բան են տալիս, փաստաթղթով են տալիս, նույնիսկ չեն էլ առաջարկում առանց փաստաթուղթ։ Եթե հնարավոր էր դա անել, եթե մի հատ հնարավոր էր կանչել գոռալ այդ բոլոր այդ խոշոր բաների վրա, մատակարարների վրա եւ ասել հələ փորձվեք մի հատ առանց փաստաթուղթ, միտեղ իմացել եմ տենց բան։ Իսկ պետությունը հզոր է, ոչ մի ձեռներից չի կարող պետության դեմ այն էլ տենց խաղեր տա հակաօրինական բաներ անի։ Եթե կամք ունենա պետությունը։ Հիմա եթե Բադասյանը այն ժամանակ վեթինգի դեմ պայքարում էր, այդ ընթացքում էլ աչքեր փակում տենց չարաշահումների վրա։ Ես իրավունք ունեմ մտածելու, որ ինքն էլ շահագրգռած էր այդ ամեն ինչի մեջ։ Այդ թալանչիներին փակելու, հետները համագործակցելու իրավունք ունեմ մտածել, թե չէ։ Նույնը ամենտեղ, նույն քաղաքապետարանում։ Այդ ո՞նց ալնում, որ Ավինյանից ներքև բոլորին բռնում են, ինքը կապ չունի, հա, այդ ամեն ինչի հետ։ Հնարավոր է դա։ Իհարկե հնարավոր չի։ Հիմա էդ է, դա բազա, քաղաքական պատճառներ կա, ինչի հենց հիմա Ավինյանին դժվար է հանել, որտեղ այնտեղ կարող է փլուզվի ամբողջությամբ այդ կառուցվածքը, որ ձևավորվել է քաղաքապետարանում, որտեղ մազի վրա է ընտրվել Ավինյանը, ինքը եւ դա չարաշահում է։ Եվ 26 թվականի ընտրություններում դեր է ունենալու, հա, 26 թվականի դրա պատասխանը կստանա իշխանությունը, դա է խնդրեմ։ Եվ խնդրեմը հատկապես նա է, որ ժողովրդավարական այլընտրանքը չի գալու, այլընտրանքային ուժեր, ժողովրդավարության, մարդու իրավունքների ջատագով ուժեր կարող է չգան, այլ կարող է գան նախկինները, որովհետև այդ խորքային պետություն, փաստորեն մենք ունենք խորքային պետություն, այդ չինովնիկական խավը միջին օղակներում որ մնացել է ամբողջը, այդ հենց խորքային պետությունն է, որոնք լրիվ այլ նպատակներ ունեն, քան հրապարակային ժողովրդին պատկանող իշխանությունը պետությունը։ Այլ նպատակները գրպանային են։ Եվ իրենք այդ լրիվ ցանցը կա, այդ ցանցը 20 տարի ձևավորվել է, եթե ոչ ավել։ Այդ 20 տարվա ձևավորված ցանցը միակ ձևը ոչ թե վերադաստիարակելն էր, այլ արմատախիլ անելն էր, չի արվել։ Իսկ արմատախիլ կարող էր անել, էլի եմ ասում, վեթինգի միջոցով, լուստրացիայի միջոցով, քաղաքական գնահատականի միջոցով։ Չարեցին Բադասյանի եւ Բադասյանների այսպես խավորությամբ եւ ստացանք այն ինչ որ ստացանք։ Արդեն ուշ է, այս մի տարվա մեջ ինչ են հասցնելու անել շատ կասկածում եմ։ Եվ ոնց որ Գյումրիում այդ չինովնիկական խավի մի զգալի մասը իշխանության դեմ պայքարեց, ես խնդիր չունեմ, եթե մարդիկ հա իրենց քաղաքական հայացքներ ունեն բոլոր
ժողովրդավարական երկրներում Շվեյցարիայում օրինակ եթե վերցնենք, խնդիր չի, նախկին ընդդիմադիր ժողովրդավարական ուժն էլ կարա իր կողմնակիցներ ունենա, գործող իշխանությունն էլ որ էլի ժողովրդավարական է, իր կողմնակիցները չինովնիկների մեջ կարա ունենա։ Բայց եթե նախկինը ոչ թե ժողովրդավարական էր, այլ իշխանությունը բռնազավթած թալանչիների խումբ էր, որը պետությունը հասցրեց այս պարտությունների ու դժբախտությունների, իրանց մնացուկներին պահելը որպես իրենց քաղաքական հայացքներ ունեցողների եւ թույլ տալ, որ իրենք էլ մի բան էլ նախկինեն աջակցեն վերադառնալ, դա նշանակում է հանցագործություն պետության դեմ։ Մեր ժողովրդավարության պետականության դեմ։ Դա մնում որ հասկանան, բայց չեն հասկանում։ Այդ խնդրեմա արդեն։ Խնդրեմա։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Խուրշուդյան։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ։ Հիշեցնեմ, որ Ազատ քաղաքացի, հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը։ Ինչու եմ ասում քաղաքական վերլուծաբան, որովհետև տնտեսությունից հաղագին խոսեցինք։ Պարզապես վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանն էր։ Մեր զրուցակիցը այսօր զրուցվար Մերգայան Առաքելյանը։ Բարին ձեզ։